Վիզաների ազատականացման մասով ուր ենք հասել, որն է մեր պլանը, ինչ ճանապարհային քարտեզով ենք առաջ գնում։ Վարչապետը այսպես կետ-կետ հարցադրումներով ծանոթանում է ներքին գործերի նախարարության 2025 թվականի գործունեության հաշվետվությանը։ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը իրատեսական է, քանի որ համահունչ է Հայաստանի ռազմավարական առաջնահերթություններին, ոլորտի պատասխանատուն է շեշտում։ Այս պայծրությամբ ունենք փաստաթուղթ, որ եթե անցնենք մեր բոլոր նախարարությունների գործողություններով, կնկատենք, որ կամ պլանավորել են, արդեն ավարտում են, կամ պլանավորած ընթացքի մեջ է, կամ գոնե թե մենք քննարկել ենք, լուծում ենք իդենտիֆիկացրել ու պիտի իրականացվի։ Կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի նոր ենթակառուցվածքը ներառելու է 22 տարածքային գրասենյակ, 21-ն արդեն տեղորոշված են։ Ըստ մեր ֆրանսիացի գործընկերների, ապահովելու է, որ բնակիչները, ովքեր որ օգտվելու են այս սերվիսից, մաքսիմում 30 րոպե այդ վարելու process-ի արդյունքում հասանելիություն կունենան գրասենյակին։ Արդեն թվայնացվել կամ թվայնացման փուլում են գերատեսչության տարբեր ծառայություններ, օրինակ ժողովրդագրության ու վիզաների գործողությունների ծրագրի համար առանցքային է այն, որ Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմումները հունվարի 1-ից ընդունվում են թվային տարբերակով։ Երբ որ ասում ենք թվային, այդ ժամանակ թղթային չենք ընդունում ընդհանրապես։ Ինքը երբ որ մի անգամ պիտի գա ի վերջո Հայաստանի Հանրապետություն, մենակ այդ ժամանակա, բայց մինչև այդ ամբողջ վերիֆիկացիոն process-ները պլատֆորմով իրականացնում ենք, այդ թվում հերթերի կտորը, այդ թվում վճարումները։ Չնայած տարբեր գերատեսչություններ տարբեր շտեմարաններ են վարում, բայց բնակչության պետական ռեգիստրը փոխակերպվում է, լինելու է միասնական, ունիվերսալ։ Պետական մարմիններն այլևս չեն ուղղորդելու քաղաքացուն որևէ տեսակի տեղեկանք ներկայացնելու։ Թվայնացվել են նաև վարորդական իրավունքն ու տեղանձնագիրը, հաշվառման վկայագիրը եւ յուրաքանչյուրը կարող է մուտք գործել իր օգտահաշիվ, տեսնել իր թվային վարորդական վկայականը։ Եթե օրինակ Պարեկը նախկինում տուգանում էր ֆիզիկական վարորդական վկայականի այդ պլաստիկը չունենալու համար, հիմա այլևս ոչ մի վարչարություն չեն կանում։ Ստուգում ենք իրավունքը ունես, կրիչի այդ ֆիզիկական տարբերակի կարիքը այլևս չունենք։ Անցած տարում 5435 անձ զրկվել է վարորդական իրավունքից, զրկելու գերակշիռ պատճառը ալկոհոլի օգտագործման վարելն է եղել։ Ոլորտի պատասխանատուն է փաստում, ընդգծում վարորդական իրավունքից զրկվողների թվի աճին զուգահեռ նաև մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարներն են նվազել։ Վարչապետ Փաշինյանը առաջարկում է համադրել վիճակագրությունները։ 23 թվականին մենք աճ ենք ունեցել 22-ի համադրությամբ։ Կողքը ունենք 24 թվական, որը 23-ի համադրությամբ -45 զոհ ենք ունեցել։ Եվ 2025-ին 24-ի համադրությամբ -50 ենք ունեցել։ Այսինքն 23-ի համադրության -95։ Այո։ Իսկ այստեղ զրկվածների թիվը կա։ Նայեք արդեն ձախ կողմում, պարոն վարչապետ, 5435 անձ ըստ էության անձանցով ենք նույնականացրել, ոչ թե դեպքով զրկվել են ու ներքևը կտեսնեք նաև ճանապարհային ոստիկանության 3 տարվա տարեկան միջինը 764-ի դիմաց։ Այս երկու թիվը չեն կարող իր այդ կապ չունենան։ Այո։ Բացառված բան է, որ կապ չունենան, բայց դրա համար այս թվի շուրջ մեծ նեգատիվ է գեներացվում։ Բայց այս երկու թվերը դրեք իրար, ես ուզում եմ հիշեցնեմ 2022 եւ 23 թվին ինչ մթնոլորտ էր հանրապետությունում, այդ թվում ազգային ժողովում, սոցիալական ցանցերում ասում են, որ ոչ մի բան չի ձեռնարկում, կարող մարդիկ կոտորվում են եւ այլն եւ այսպես շարունակ։ Սա խմած վարելու պատճառ։ Հիմա եթե այս 5400 անձը վարեր, չէր կարա զոհերի թիվը նվազեր։ Այո։ Առնվազն չէր կարա նվազել եւ սա պետք է այս երկու թիվը իրար հետ համադրությամբ ցույց տալ։ Ոստիկանության 102 եւ փրկարարծարայության 911 ծառայություններն ամբողջությամբ թվայնացված են, բայց փետրվարի 15-ից գործարկվելու է 112 օպերատիվ կառավարման մոդուլը, որը միավորելու է այդ երկու համարներին ստացված զանգերը, իսկ երրորդ փուլով 2027-ի սկզբին նախատեսվում է միավորել շտապօգնության 103 կանչերի սպասարկումը եւս 84-22 Սա համարը։ միգրացիա եւ քաղաքացիության ծառայության զանգերի կենտրոնն է, պարոն վարչապետ, մենք ունենք աշխատակիցներ, որոնք սոֆթային համակարգով զանգը ստանում են, ամբողջ զանգը հետագծելի է, երբ պատասխանեցինք, երբ հետադարձ կապը տվեցինք, եւ այս նույն տրամաբանությունը պիլոտավորելու ենք ոստիկանությունում եւ մնացյալ հանրային ծառայությունների բլոկում նախարարության։
Ինչ վերաբերում է քրեական եւ համայնքային ոստիկանությունների թվայնացման գործընթացին, Արփինե Սարգսյանը նշել է. դարակներում ոստիկանության ծառայողներն ունեն անուն ազգանուններով բազմաթիվ թղթեր, գրքույկներ եւ անհրաժեշտ պահին մեկ մարդու մասին ամբողջական տեղեկություն համադրելը ժամանակատար է։ Արդյոք անձը հաշվառված է որպես հոգեկան առողջական վիճակի հետ խնդիր ունեցող, արդյոք անձը ալկոհոլամոլության հետ կապված հարցեր ունի թե ոչ, մեր տեսադաշտում առհասարակ հայտնվել է թե ոչ վարչական խախտումներ, զանցանքներ, այլ այս ամբողջ տվյալները ըստ էության անձի տրամաբանության մեջ համայնքային ոստիկանությունն այլևս կարողանալու է ունենալ, սա հիմնական հենակետային կարելի ասել սոֆթն է լինելու մեր տեսանկյունից, որովհետև այստեղ կգա գումարվելու բարեկային ծառայության ինֆորմացիան։ Բարեկային ծառայողը եթե ինչ-որ կասկածելի վարորդ տեսավ, շատ հավանական ինչ-որ մի նշում կատարի ուղակի սոֆթի մեջ, եւ հետո արդեն քրեական եւ համայնքային ոստիկանությունները պիտի հասկանան ինչ լրացուցիչ աշխատանք պիտի տանեն անձանց հետ։ Նախարարի գնահատմամբ ամենաբարդ պլատֆորմի համայնքային ոստիկանության թվայնացման գործընթացն ամբողջովին պատրաստ է, որը նաև արհեստական բանականության կիրառման հնարավորություն է ունենալու, իսկ բարեկային ոստիկանության բաղադրիչն արդեն ամբողջությամբ թվայնացված է։ Նոյեմբերի 1-ին գործարկված ոստիկանության գվարդիան, որը խաղաղ հավաքներ իրականացնելու քաղաքացիների իրավունքի իրացման երաշխավորն է, առաջին անգամ առաջնորդվում է ոստիկանության ծառայողների կողմից ուժային միջոցների գործադրման ստանդարտացված գործելակարգով։ Գվարդիայի ծառայողների հատուկ պատրաստության եւ պարբերական վերապատրաստման համար մշակվել են հատուկ դասընթացներ։ Վերապատրաստվել է շուրջ 3000 ծառայող, ոստիկանության գվարդիայում նախարարի գնահատմամբ արդեն կա դրական փոփոխություն։ Հիմա հետիոտն կարգախմբեր ունենք ոստիկանական գվարդիայի։ Իրենք պատտվում են, բակեր են մտնում, տարբեր հրապարակներ, այգիներ, այնտեղ թմրամիջոցի դեպքեր ունենք հայտնաբերված, սառը զենքի հայտնաբերման դեպքեր ունենք։ Շարժունությունն է փոխվել, հա։ Այն ժամանակ միտեղ խմբված մնում են եւ առանձնապես եթե հատուկ կարիք չեր ելնում, հիմա ուղղակի բաներ ըստ էության հետիոտն բարեկություն է։ Այո։ Ու այստեղ ինչն է նաեւ կարեւոր, որ ոստիկանության գվարդիան չպիտի իրեն ընկալի միայն հասարակական կարգի եւ անվտանգության ապահովող հավաքների ժամանակահատվածում։ Ոստիկանության ծառայողեն ցանկացած ազատ ժամանակահատվածում պիտի լծված լինեն ոստիկանի արչեւ դրված խնդիրների իրականացմանը։ Եվ մենք ունենք 146 հանցագործության դեպք, որն արդեն ընդ որում շուրջ 2 ամսվա կտրվածքով, որոնք որ բացահայտվել են հենց գվարդիայի ծառայողների կողմից։ Իսկ որքանով են արդյունավետ բարեփոխումները, կայացված որոշումները, նախարարը թվերով է ներկայացնում։ Օրինակ 2025-ին առգրավվել է տարբեր տեսակի 768 կիլոգրամ թմրամիջոց, ինչը 80%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Առգրավվել է 2.5 տոննա ապօրինի որսած ձուկ, բացահայտվել է խոշորամասշտաբ ներդրումային խարդախություններով զբաղվող 4 խումբ, իսկ առգրավված, հայտնաբերված եւ կամավոր հանձնված հրազենի թվաքանակը 2025-ին 2024-ի համեմատ աճել է 42.2%-ով։ Բացահայտվել է պետության եւ համայնքին պատճառված 25 միլիարդ դրամի չափով վնասի հետ կապված առերևույթ հանցագործության դրվագներ, դրանք ընդհանցքավորվել են։ Համայնքային ոստիկանության մասով, եթե նախկինում մեր դատական համակարգի գործընկերները դժգոհում էին, որ նիստերի հետ կապված հարցեր ունեն, հիմա իրանք են արձանագրում, որ այլևս 98% կատարողական ունենք ուղեկցումների ապահովման։ Ընդհանուր հանցավորության շարժընթացի հետ կապված երևում է էֆեկտիվություն, այսինքն նույն ձեր ասացի հետևությունը կարող ենք անել։ Բարեկային ծառայության մասով, եթե նայենք ցուցանիշը, հանցավորության ընդհանուր կառուցվածքի տրամաբանության մեջ 1/3-ը բարեկային ծառայության բացահայտումներն են։ Ընդ որում, եթե անցած տարի եղել է դա 11695, այս տարի շուրջ 15000 դեպք է բարեկային ծառայությունը բացահայտել։ Դրական է նաև սահմանահատումների վիճակագրությունը։ 2025-ին առաջին անգամն է, որ Հայաստանի քաղաքացիների մուտքերի եւ ելքերի տարբերությունը դրական է, այն էլ բավականին բարձր ցուցանիշ՝ 8660։ Նախարարությունում նշում են սահմանահատումների ընդհանուր սալդոն եւս բացառիկ է՝ մոտ +30500։ Սա երկու բանի մասին է վկայում։ Հայաստանի Հանրապետությունում միգրացիոն այլևս այլ իրավիճակ ունենք եւ երկրորդ Հայաստանի Հանրապետությունը տրանզիտից վերածվել է նաեւ մուտքի ուղղության։ Աղետների ռիսկի կառավարման համար բարեփոխումներ նաև փրկարար ծառայությունում են։ Արդեն իսկ արված աշխատանքներից փրկարար ծառայության Ստեփանավանի ստորաբաժանման մոդուլային շենքի բացումն է, Սևանի ջրափրկարարական կայանի կառուցումը, Եղեգնաձորի Հրշեջ փրկարարական ջոկատի մասնաշենքը։ Ձեռք են բերվել նոր տրանսպորտային միջոցներ եւ նոր համազգեստ։ Իրինա Մկրտչյան, լուրեր։